Իհարկե դեհին։ Մի շատ կարևոր թեմայի մասին են խոսելու, բայց մինչև այդ ոչ պակաս կարևոր մի երևույթի, էլի նորից թեմայի, հերթական մեր պետությանը, պետականությանը, մեր ինքնությանը, ազգին, հայրենիքին հերթական հասցված հարվածի մասին եմ ուզում զրուցել։ Դե մենք ես երեք ասացի, դե կոնյակը գիտենք, որ արդեն մեզ համար դարձել է աշխարհում այցեքարտ, ինքը ուզում է այցեքարտն էլ ջարդի, մեր ձեռքից խլի, ինչպես որպես Արարատն է, որ մեր հիմնական այցեքարտը ձեռքներիցս փորձում է խլել, Արցախը եւ այլն եւ այլն եւ այլն, եւ ինքը այս անգամ կանգնեց եւ ասեց ոչ ավել ոչ պակաս, որ մեր խմիչքները գույն տված, չգիտեմ ես ինչ հեղուկներ են, եւ դա ոչ միայն մեր այդ այցեքարտին, այդ կոնյակին է հարվածում, այլ նաեւ մեր տնտեսությանն է հարվածում։ Ինչպես է հարվածում մեր տնտեսությանը։ Մեր կոնյակը, ով մեր երկրից կան օտարերկրյա կազմակերպություններ, ովքեր գալիս են մեր երկիր եւ մեր երկրից արտահանում են կոնյակ իրենց երկիր։ Բացի որ այն որ մերոնք են արտահանում, նաեւ օտարներն են արտահանում։ Եթե օտար պետության ղեկավարները, տնտեսության ղեկավարները կամ այդ բիզնես ոլորտի մարդիկ լսեն, որ Հայաստանի Հանրության առաջի դեմքն ասում է, որ մեր երկրում արտադրվում է գույն տված ինչ-որ խմիչք, այդ մարդկանց մոտ արդեն պետք է տարակուսանք առաջանա, չէ՞, այսինքն այդ մարդիկ կսկսեն պայմանագրերը սառեցնել։ Սա լուրջ հարված է, ասենք, մեր տնտեսությանը։ Ոնց որ մարդը մի լավ աղջիկ ունենա, նորմալ, կան ուզելու ասի փչացած է աղջիկս, որ մնա տան էլի, մարդը չգնա։ Այդպես բանով կանի։ Բացի Նիկոլից ոչ մեկ։ Հասկանում եք, սա իրոք ծանր հարված է տնտեսությանը, այսինքն ապուշ բաներ, հասկանում եք, մենակ ինքը կարող է այդպես ցինիկ բաներ անել։ Եվ կարող է ինքը հիմա հակադրություն սարքի բանի խաղողագործի եւ գինեգործի միջեւ։ Այսինքն խաղողագործինացի գիտեք, որ ձեր խաղողը դենց էժան են ընդունում ու համապատասխան ծավալ են, որ խոստանում են չեն ընդունում։ Իրանց պետք չի ձեր խաղողը։ Իրանք տեխնիկական սպիրտն առնում են, գույն են տալի, վաճառում են, ձեր խաղողին են մնացել։ Հասկանում եք, կարող է դες մի հատ ապուշ բան խոսի, չէ՞, օրինակ։ Կամ հանքային ջուր արտադրողներին, դե բացի բժնից, որ գրզոն է արտադրում, մնացածին ասի, այդ սովորական ջուրը գազ են տալիս, ուղարկում են, դու էլ գիտեք դա իսկական ջերմուկ է, հա։ Օրինակ։ Ինքը կարող է մեր տնտեսության հարվածելու համար, ասենք, եթե սա ասում է, պատկերացրեք դա էլ կասի։ Եվ ինքը անընդհատ հարվածում է։ Ասում է Արցախն Ադրբեջանն դրա դեմ հենց կռվես տալի, ասում է Արարատը Թուրքիայի, դրա դեմ ուզում ես պաշտպանվես, ասում է զինանշանը փոխում եմ, դրա դեմ ուզում ես համանadrությունը փոխում եմ, կոնյակին է կպնում, հա, հասկանում եք, մի մշակույթին է կպնում, չգիտեմ, եսի ինչն է ծաղրում։ Հասկանում եք, եկեղեցուն է կպնում։ Բարեր է օգտագործում, որ ասենք, մենակ լեկտին կարող է լեկտին նա չի կարող հարցնել, անգամ պետական ծառայող չպետք է դառնա, ոչ թե վարչապետ, այդպես բառամտեր մենակ լեկտին կարող է օգտագործել, ասենք պետության խորհրդանիշերի կամ ինքնության պահպանման օջախների հանդեպ։ Եվ ասեմ, ես որ այսպես ինքը մեր բիզնեսին կպնում է, այդ կոնյակի գործարաններում, գինի գործարանում տասնյակ հազարավոր մարդիկ են աշխատում։ Այդքան ընտանիք է ապրում։ Եվ այդ մարդկանց բիզնեսին հարվածել, դուք պատկերացրեք, այդ մարդիկ արդեն իսկապես ուզեն թե չուզեն դուրս են գալու փողոց։ Այսինքն Նիկոլը էս իր գործողությամբ որքան էլ, ասենք, իրեն հանձնարարում են, որ դա անի, ինքը ապուշ անում է։ Չգիտի, որ արագացնում է իր վախճանը։ Իրոք արագացնում է իր վախճանը։ Սա ուղղակի լկտիություն է։ Սա արդեն չափի զգացումը կորցնելու, հա քո տերն ինչքան էլ քեզ ասում է գնես ապուշ բան արա քո պետության հանդեպ, բայց դու չես հասկանում, որ կարող է չհասցնես։ Հետո Ալիևի ինչին ես պետք դու, որ քեզ այսօր գլուխը ջարդեն, Ալիևը մի պահ կտխրի, բայց կփորձի հաջորդը փնտրել։ Հասկանում ես, այնպես չէ որ Ալիևը սրտացավ է քո համար, ողորմելի։ Երկրորդ խնդիրը, ժողովուրդ, ասեց, որ բանակի ծառայության ժամկետը, ասենք 2 տարի, 1.5 տարի է դառնում։ Այսինքն այդ 6 ամսվա ծառայողները չեն լինելու։ Այսինքն արդեն 1.5-2 տարի հետո կզգացվի այդ տարբերությունը։ 25%-ի կրճատումը կզգացվի։ Դե սպառազինություն չկա, ինչ կա, ձեր ինքնաձիգերով գնացեք սահմանին կանգնեք, մենք չենք պատերազմում, ոչ մի տարածքի վրա աչք չունենք, որքան էլ Ալիևը զինվում է եւ ասում է, պատերազմի եմ պատրաստվում,
ձեռեդել ինքն ասում է մենք հələ Ադրբեջանի տարածքից օկուպացրած տարածքներ ունենք, այսինքն խայծ է գցում, կապ չունի, այդ մարդը չի զինում բանակ, կրճատում է։ Զուգահեռաբար, ասում է նոյեմբերի 1-ից արդեն ոստիկանական գվարդիա է աշխատելու։ Նորից ոստիկանության շարքերը ընդլայնեց։ Հիմա հարց է առաջանում. մեր թշնամին դրսում է թե ներսում։ Եթե դու դուրսը կրճատում ես, այսինքն արտաքին, այսինքն սահմաններ պահողը, բանակը, արտաքին թշնամու դեմ կռիվ տվողի շարքերը նոսրացնում ես, բայց ներսում Հայաստանը աշխարհում ամենաապահով երկրներից անվտանգ։ Եթե ոչ առաջինը, երկրորդ, երրորդն է, որ անգամ ցանկացած ազգի ներկայացուցիչ կամ գիշերով մեր ոչ մեկ նրանց չի նեղացնում, էլի։ Մենք այդ ազգն ենք, մենք դա մեր տեսակն է այդպեսին։ Չմտածեք, որ բան էլի Նիկոլի այդ հազարամյակներ է այդպես եղել։ Բայց այդ ժողովրդի մեջ ոստիկանական այդքան ստորաբաժանումներն ավելացնել ինչ նպատակ ունի։ Հասկանում եք։ Բանակը թույլատնում ես, ոստիկանին ուժեղացնում։ Ուրեմն քո թշնամին Նիկոլ դրսում չի։ Քո թշնամին ներսում է, այսինքն ժողովուրդն է։ Այսինքն դու այնպես ես արել, որ այն Պուտինի ասած հələ թղթեր ունես, չէ՞, ստորագրելու, սահմանադրություն ունես փոխելու, Արցախ ունես թղթով, փաստաթղթով Ադրբեջան ճանաչելու, process-ը հələ չի տեղի ունեցել, չէ՞, վերջնական։ Այդ մահացու հարվածները մեծ ցեղասպան սարքելու, օկուպանտ, էթնիկ զտող սարքելու հələ գործողություն ունես անելու, հələ չես հասցրել։ Այդ գործողությունը անելու համար դու պետք է ոստիկանական գվարդիա ունենաս, կարմիր բերետ ունենաս, սև բերետ ունենաս, չգիտեմ, եսի ինչ ունենաս, հա, ոստիկանական զորքեր ունենաս ներքին, որ քեզ պաշտպանեն։ Այսինքն ժողովրդից դու վերցնում ես հարկ եւ ժողովրդի գլխին մի նոր մահակ ես ավելացնում։ Դուրս է գալիս մենք փող ենք վճարում, որ մեզ ծեծող ավելացնես դու, մեր գլխին մահակ ավելացնես։ Ու դրսի այդ մեր բանակին, բանը չզորացնես։ Դու այնց ես արել, որ հանգարց, եթե այդ թուղթ ստորագրելու կամ որոշումներ անելու ժամանակ, եթե ժողովուրդը չթողնի ու այդ քո գվարդիաները քեզ չկարողանան փրկել, Ալիևը շատ հեշտ կա կողքդ կանգնի։ Այսինքն սահմանի վրա իրեն խանգարել չկարողանան։ Սահմանում կանգնած զինվորը ուժը չպադի Ալիևի դեմը փագի, որ Ալիևը գա հասնի կողքդ կանգնի։ Դու սա ես անում։ Հայաստանի Հանրապետությունում աստվածային օրենքներով շարժվող ժողովրդին ոստիկաններով անընդհատ համալրել այդ պետության։ Այսինքն դու դարձնել ես մեր ազգի կեսին ոստիկան, կեսին քաղաքացի։ Ու սրանց իրար հետ բան անես, տանես արճակատման։ Հիմա եթե դու Նիկոլ, ասենք, արդեն Նիկոլին չեմ ասում, եթե ինքը բանակի այդ 2 տարին սարքեր տարի ու կես, հետո մի հատ գվարդիա սարքեր, ոչ թե ոստիկանական, այլ պաշտպանական, ու դրանց տաներ, լցներ, սահմաններ, ու այդ 18-20 տարեկաններին հետ բերեր, ասենք, մարդը ճիշտ է անում։ Բայց ինքը դա չի անում։ Բայց ոստիկաններ, գվարդիայի չկլնի, կարմիր բերետոն, չոգևորվեք հանգարց։ Եթե դուք լսեք իրեն ծառայեք, դուք ձեր տունն եք քանդում նաև։ Ու ձեզ շել հաջողվելու։ Ու ասեմ, փոփոխությունը լինելու է, ուզեք թե չուզեք։ Փոփոխությունը որ եղավ, դուք բոլորդ գնալու եք սահման 18-ից 20 տարեկան իջնելու է այնտեղից։ 18-ից 20 տարեկանը զորամասում անցնելու է ռազմական պատրաստականություն եւ զորավարժություններ։ Սահման չի գնալու։ Այդ ոստիկանական ինչքան զորքեր կան տարատեսակ, դուք գնալու եք սահման։ Անպայման գնալու եք։ Այս երևույթը Եթե ինչ-որ մեկը տեսնում է ու ասում է, հա դե լավ, կամ ասում ինձ չի հետաքրքրում, սա կոնկրետ քո անվտանգությանն է վերաբերվում, սահմանը թույլատնում է, ներսում ուժեղացնում է իր անվտանգությունը, քո չէ, ոստիկանը քեզ չի պահելու, իրեն է պահում։ Դու ոստիկանով չես գնում խանութ, դու ոստիկանով չես գնում աշխատանքի, հասկանո՞ւմ ես, դու ոստիկանով թատրոն չես գնում, սրճարան չես գնում, իսկ Նիկոլը ոստիկանով անգամ զուգարան է գնում։ Հասկանում եք, այդ ոստիկանը իրեն է ծառայում, քեզ չծառայում։ Բայց քո փողով է ծառայում։ Քո դեմ նրան է պաշտպանում։ Սա չհասկանալ, սա ուղղակի հիմա տեսեք, եթե ոստիկանական գվարդիաներն ավելանում են, բանակը թուլանում է,
ուրեմն ինքը թշնամուն հնարավորություն է տալիս գա մտնի մեր երկիր ինչ ուզի անի։ Եթե սա կա մեկը որ չի հասկանում, ուրեմն ես մի հատ կոպիտ օրինակ բերեմ, սա նույնն է, որ Նիկոլը քեզ բռնաբարի, ու ասի սա բռնաբարություն չի։ Դու գլուխդ մտնելի բռնաբարություն չի, եւ անցնի որոշ ժամանակ, մի 2-3 ամիս զգաս որ հղիացել ես։ Բան կա ներսդ, փոփոխություն կա։ Հենց զգաս հղիացել ես, նոր հիշես որ 2-3 ամիս առաջ այդ շանտեղեն քեզ բռնաբարում էր փաստորեն։ Ով Նիկոլին այս պահին վստահում է, կամ անտարատ ասում ինչ ուզում է անի, ոնց կլինի, բայց նորմալ է բան։ Դուք այդ բռնաբարվողն եք, որ բռնաբարության պահին չեք զգում։ Այ հղիանում եք, այսինքն հղիությունը, երբ որ արդեն տեսանելի է լինում, ամիսներ հետո, նոր գլխի եք ելնում, որ արդեն դուք հղի եք, օրենորը քեզ բռնաբարում էին, որ արդեն ուշ է լինելու։ Սա ուղղակի ականջների դողար եք։ Նիկոլի վերջը մոտ է։ Մնաք խաղաղության։